Ողջունում ենք ձեզ, սիրելի Երևան։ Երկիր Ծիրանի կուսակցությունը Երևանի ավականիում մեծամասնություն կազմելու դեպքում նախևառաջ պայքարելու է կոռուպցիայի դեմ։ Ավականու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Պետրոսյանի խոսքով կոռուպցիան վերացնելու դեպքում է միայն հնարավոր փոփոխություններ անել բոլոր ոլորտներում։ Քարոզ Արշավի առանցքային թեման դարձած տրանսպորտի խնդիրը կուսակցությունը լուծելու է կարճ ժամանակում։ Նախևառաջ կարգապետ սահմանել, որ փոքր տրանսպորտ այսպիսի, որը տեխնիկապես էլ չի կարող անցնի ոչ մի ստուգում, ինքը չպետք է Երևանում տեղի ունենա։ Մենք պետք է ունենանք ավտոբուսներ, որոնք դու տեսնում եք, ընդ որում դա անպայման չլինի քաղաքապետարանի կառավարման տակ, նաև մասնավորը պետք է կառավարի, մեզ ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք եւ որոշում, որ դա տեղի ունենա։ Երկիր Ծիրանի նախընտրական ծրագրում կրթությանը վերաբերող դրույթներ էլ կան, դպրոցներում շատ անելիք ունեն։ Մեթոդաբանական առումով եւ տեսական եւ գործնական, թե երեխային տվյալ դասից հետո որ թանգարանը պիտի տան, ինչ պիտի պատմի այս փողոցի մասին։ Ելք կա։ Երկդաշինքի անդամները Քանաքեռ-Զեյթուն թաղամասում բակից բակ շրջելով բնակիչներին հորդորում էին ընտրության գնալ այն վստահությամբ, որ ելքը որոշելու է քաղաքացին եւ որ Երևանում կուտակված խնդիրներից ելք կա։ Անպայման գնացեք ընտրական տեղամասեր քվեարկեք մեր երիտասարդ եւ փորձառու եւ պրոֆեսիոնալ թիմի օգտին։ Դաշինքի անդամները Քարոզ Արշավի ընթացքում քաղաքացիների հետ շփվում էին ներքևից վերև, նրանց հարցեր տալով ու պատասխաններ ստանալով։ Ինչ եք որոշել քվեարկում եք մեր օգտին, թե չեք քվեարկում։ Լրիվ լուրջ եք ասում։ Ելքն իր նախընտրական ծրագրում ներառել է նաև Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման հարցը։ Դաշինքը խոստանում է մինչև 2020 թվականն ավելացնել մեկ նոր կայարան Աջափնյակ վարչական շրջանում։ Աջափնյակ կայարանի շահագործումը Նիկոլ Փաշինյանն իրատեսական է համարում։ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ եւ այդտեղ ըստ էության մնում է երթային թունելի կառուցումը եւ կայարանի կառուցումը։ Ըստ Փաշինյանի կայարանի շահագործման ամենաբարդ խնդիրը կամրջի կառուցումն է, որը պիտի անցնի Հրազդան գետի վրայով եւ Աջափնյակը միացնի Արաբկիրին։ Փաշինյանն առաջարկում է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցել քաղաքային զարգացման վարկային ծրագրով։ Լիանա Ներսիսյան, ժամը լրատվական։